Այն խոսակցությունները ոլորտի անկման վերաբերյալ իհարկե ես շտապ եմ նշել, որ դա չի համապատասխանում իրականությանը։ Այս կիսամյակում արդեն հասցրել ենք 5 միլիարդ 226 միլիոնի չափով աջակցություն ցուցաբերել քեշբեքի տեսքով։ Մեկ տարի անց գոնե որոշակի պատկեր ենք ունենալու, թե ընդհանրապես մեր տնտեսության մեջ իրապես ով է ներդրում կատարում R&D-ի մեջ։ 45 ընկերությունների 94 հայտ արդեն իսկ հաստատվել է։ Առաջին անգամ սկսվել է երկխոսություն պետության եւ ոլորտի միջև։ Մեզ պետք են մեր հայկական Samsung-ները։ Ողջույն, 2024 թվականի դեկտեմբերին ընդունվեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության աջակցության օրենսդրական փաթեթը, որը պետք է գլխավոր գործիքը դառնար խթանելու Հայաստանի համար ռազմավարական նշանակության այս ոլորտը։ Անցել է 9 ամիս եւ ժամանակն է առաջին գնահատականը ստանալու, ինչքանով է օրենքը տվել այն պահանջված լուծումները, որոնց սպասում էր IT համայնքը, եւ այդ նպատակով հյուրընկալել ենք բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանին։ Բարև պարոն նախարար, շնորհակալություն հրավերն ընդունելու համար եւ միանգամից այսպես հասկանանք ինչ է կատարվում ոլորտում, ինչ վիճակ ունենք հիմա։ Շնորհակալ եմ հրավերի համար, բայց մինչև ընթացիկ վիճակին շատ արագ հիշեցնենք, երևի կհետաքրքրի մեզ դիտողներին, ինչի մասին էր այս պատմությունը։ Օրենքի փաթեթը երկու հիմնական ուղղությունից է կազմված։ Առաջինը բուն աջակցության ծրագիրն է մի քանի գործիքներով, միգրանտների ներգրավվածության պարագայում ընկերություններին քեշբեք եկամտահարկի 60%-ի չափով, նոր աշխատակիցների ներգրավման պարագայում կրկին ընկերություններին 60%-ի չափով եկամտահարկի քեշբեք եւ վերապատրաստման համար արդեն 50%-ի չափով քեշբեք ընկերություններին, իսկ արդեն 2026 թվականի հունվարի 1-ին արդեն ուղիղ աջակցությունը միգրանտները իրենք են ստանալու՝ ի տարբերություն ընկերություններին, որ ընթացիկ տարում ստանում են այդ աջակցությունը, եւ երկրորդ կարևոր ուղղությունը իհարկե հարկային արտոնություններն էին, սկսած շրջհարկից մինչև շահութահարկի նվազեցման հնարավորություն, բայց որ ամենակարևորն է առանցքային ուրեմն արտոնությունը, որ մենք սահմանել ենք, դա գիտահետազոտական եւ փորձարարական մշակումների համար, նույն է թե R&D աշխատանքներում ներգրավված աշխատակիցների եկամտահարկի 10%-ի չափով հարկման հնարավորություն, այսինքն սրանք հիմնական այն փոփոխություններն են, որ 25 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտել։ Սկսենք թերևս աջակցության ծրագրից, հա։ Մենք հերթով կանցնենք ամեն մի ծրագրով, որ հասկանանք ինչ իրավիճակ է, ինչ խնդիրներ կան, ինչքանով են օգտվում, բայց ֆիքսենք այս պահին ոլորտում ունեցած պատկերը, հետո հասկանանք ինչքանով է դրա վրա ազդել հենց աջակցության փաթեթը։ Ընդհանրապես մենք կարող եմ ասել, որ այսօր ձեզ հետ կամփոփենք առաջին երկու երամսյակները, առաջին կիսամյակի տվյալները, պետք է անկեղծ լինեմ եւ ասեմ, որ չեմ կարծում, որ ամբողջական գնահատականի համար 6 ամիսները բավարար են, սակայն որոշակի պատկեր ունենք դինամիկան ինչ որ առումով նախանշվում է եւ դրա հիման վրա արդեն իսկ որոշակի հետեւություններ մենք կարել ենք մեր հաղորդման ընթացքում դրանց կանդրադառնանք, թե ինչ ենք մտածում վերանայել, ինչ ֆիդբեքեր ունենք ինդուստրիայից եւ այսպես շարունակ։ Կարևորը թվերը, մի քանի թվեր, որ ուզում եմ հնչեցնել, դրա համար հատուկ տվյալներն ինձ հետ բերել եմ։ Նախ մի կարևոր ձեռքբերում, որ կուզեմ առանձնահատուկ կերպով նշել, դա այն է, որ բտանախարարությունը ընդհանրապես չափազանց կարևորում է ստույգ տվյալները, ստույգ գրագետ մշակված, հավաքագրված տվյալները, որի հիման վրա արվում են վերլուծություններ եւ այդ վերլուծությունների հիման վրա գրվում են քաղաքականություններ եւ կարող եմ ասել, որ մեր ներքին օգտագործման համար առաջին անգամ հաջողվել է ստանալ մի նոր յուրօրինակ գործիք, որը ամբողջությամբ լայվ ռեժիմով ինդուստրիայում տեղի ունեցող ցանկացած փոփոխություն, օրինակ
ընկերությունների, գրանցված ընկերությունների քանակ, աշխատակիցների քանակ, նրանց տեղաշարժ, տնտեսական գործունեության դասակարգիչների ցուցանիշների հիման վրա տեղի ունեցող զարգացումները ինդուստրիայում 90% եւ ավել տեխնոլոգիական հիմք ունեցող ընկերությունների եւ մինչեւ 90% ուրեմն սահմանաչափ ունեցող ընկերությունների ինդուստրիայում տեղի ունեցող շարժերը, տեղաշարժերը, փոփոխությունները եւ այսպես շարունակ եւ սա լավ նորություն է, սա նշանակում է, որ մենք կարողանում ենք շատ օպերատիվ եւ adekvat արձագանքել տեղի ունեցող ուրեմն իրադարձություններին եւ դա բնականաբար պետք է արտացոլվի մեր քաղաքականությունների մեջ։ Հիմա եթե սկսենք գրանցված կազմակերպությունների քանակից 2025 թվականի կրկին առաջին կիսամյակին անդրադառնանք, այսինքն ինչ կասեմ 25 թիվ, խնդրում եմ ապրիորի ընդունել իբրև առաջին 6 ամիսների ցուցանիշ, մենք ունենք գրանցված 9976 կազմակերպություն, սա ամբողջ ոլորտին, այսինքն պայմանական, եթե ընկերությունը մի քանի տեսակի գործունեությամբ է զբաղվում, բայց օրինակ 30%-ը ուղղակի ընկերությունների անունները երևի չտանք, բայց պայմանական շատ խոշոր ընկերություններից մեկը 30%-ն է իր հարկային ուրեմն հարկային վճարները կատարելու ընթացքում գրանցել օրինակ J62 դասակարգչի, այսինքն բացվածքը հիմնականում ծրագրային ապահովմամբ է զբաղված, այս ցուցանիշի մեջ եւս ներառված, այսինքն 9976-ը ֆիքս որ ամբողջ այն ինդուստրիան է, որտեղ թեկուզ 10%-անոց տեխնոլոգիական որոշակի ներկայացվածություն առկա է, բայց հիմնական մեր թիրախը իհարկե, որը նաև արտացոլված է հենց բուն օրենքի փաթեթի մեջ, դա 90 եւ ավել, այսինքն այսպես ասած մաքուր տեխնոլոգիական, չգիտեմ գրագետ է նման տերմին օգտագործել թե չէ, բայց 90 եւ ավել տոկոսը տնտեսական գործունեության դասակարգիչը, որ հենց իրենք ընկերությունները նշել են, որ հենց այդ ուղղությունը գերակշռում է իրենց գործունեության մեջ, այստեղ թիվը մեծ չի տատանվում 9670-ն է, այսինքն 90 եւ ավել այսչափ կազմակերպություններ են գրանցված, որից 7760-ը ԱՁ-ներ են, այսինքն հիմնականում մեկ հոգուց բաղկացած կազմակերպություններ են, մնացածը արդեն 2 եւ ավելի ընդհանուր մինչեւ մի քանի 100 կամ ավել աշխատակիցներ ունեցող ընկերություններ են, սա եթե համեմատենք 9976-ը 24 թվականի հետ, այստեղ աճ ունենք, այստեղ պիտի ինձ օգնեն իմ վիճակագրությունը 8671 կազմակերպություն 24-ին ենք ունեցել, 6515 23-ին եւ 4558 22 թվականին, սա իհարկե դինամիկա է, որը բնականաբար շատ բան չի ասում, որովհետև մեր խոսակցության ընթացքում էլ, որովհետև նույն աշխատակիցների քանակի տեղաշարժ կա եւ այլն, բայց որոշակի ինչ որ կարեւոր վիճակագրություն է մեզ համար, համենայն դեպս կարող եմ ասել, որ այն խոսակցությունները, որ հատկապես նախորդ տարի ազգային ժողովում մեկնարկել էին, իհարկե ոլորտի անկման վերաբերյալ, իհարկե ես շտապեմ եւս մեկ անգամ արդեն նաեւ ձեր եթերում եւ post factum նաեւ այս 6 ամիսներից հետո նշել, որ դա չի համապատասխանում իրականությանը, արդյոք դա համապատասխանում է թռիչքաձև զարգացման մեր երազանքներին ու նպատակներին, ոչ, դա էլ մեկ այլ իրականություն է, իհարկե դա չի համապատասխանում, աշխատողների քանակով կարող եմ ասել, որ ընդհանուր ինդուստրիան 55723 աշխատակից է առաջին 6 ամիսների ցուցանիշներով, բայց 90 եւ ավել տոկոս տեխնոլոգիական ընկերությունների աշխատակիցների քանակը 39283-ն է, այստեղ
հետաքրքիր մի նյուանս կա, երբ ես ասում եմ, որ պետք չի շատ արագ հետևություններ անել կազմակերպությունների քանակից, 2024-ին 90 եւ ընդհանուր աշխատակիցների թիվը, ինժեներների թիվը ոլորտում եղել է 50899, բայց 90 եւ ավել ուրեմն տոկոսով տեխնոլոգիական ընկերությունների ներգրաված աշխատակիցների քանակը 5000-ով ավելի է եղել։ Այսինքն այստեղ մի շարք գործոններ կան, որոնք խորը վերլուծության անհրաժեշտություն կան, օրինակ արտահոսք այնպիսի տեխնոլոգիական ընկերություններ, որտեղ օրինակ տեխնոլոգիաների ներկայացվածությունը 80%-ը, 70%-ը կամ օրինակ այդ օրինակ ընկերություններում AI գործիքների ներգրավվածություն կամ ուղղակի աշխատակիցների կրճատում, ասենք միգրանտների կամ բարձր վարձատրվող փոխարենը ավելի այսպես երիտասարդ կադրերի ներգրավվածություն, այս ամենը վերլուծելու համար բնականաբար դեռևս մեծ ժամանակ է հարկավոր, բայց սա մեծ դաշտ է ստեղծում խորանալու, հասկանալու, թե իրականում ինդուստրիայում ինչ եւ ինչու է դա տեղի ունենում։ Ընդհանուր շրջանառությանը անդրադառնալով կարող եմ ասել, որ 24 թվականին ես հայտարարեցի, որ ոլորտի շրջանառությունը առաջին անգամ էր պատմության մեջ հատել է 1 տրիլիոնի սահմանը, ավելի կոնկրետ կազմելով 1 տրիլիոն 80 միլիարդ, այս պահի, այսինքն 6 ամիսների դրությամբ 505 միլիարդ է կազմում, այսինքն եթե այդ դինամիկան պահպանվի, նույն ցուցանիշն են գրանցելու, իհարկե մեկ արձանագրմամբ, որ չենք բացառում, որ օրինակ տարեվերջին դինամիկան մի քիչ ավելի արագ տեմպերով է զարգանում շրջանառության հետ կապված, վճարումների հետ կապված, տարին փակելու հետ կապված, բայց չենք ուզում սրա վրա հիմնվել։ Եթե ոչինչ չփոխվի, նման բան տեղի չունենա կտրուկ, ապա շրջանառությունը շատ փոքր չնչին կավելանա նախորդ տարվա տվյալի վրա, 23-ին 907 միլիարդ էր կազմել, 22-ին 639 միլիարդ եւ թերևս այս փաթեթի մեջ նաեւ նշեմ, հետո արդեն առանձին կանրադառնանք աջակցության գործիքներին, նշեմ վճարված հարկերը 2024-ին 151 միլիարդի դիմաց մենք արդեն իսկ ունենք 115 միլիարդ առաջին 6 ամիսներին, նորից եթե շտապենք կարող ենք ասել, որ սա միանշանակ ուրախացնող լուր է, բայց չմոռանանք, որ հունվարի 1-ից այլևս չեն գործում այն կարգավորումները, որոնք որ նախկինում գործել են, այսինքն նույն ստարտափների համար եկամտահարկի շեմի նվազեցման գործիքը այլևս չկա եւ մի շարք այլ գործոններ, որոնք կրկնում եմ դեռևս հետազոտելու, վերլուծելու անհրաժեշտություն կա, բայց ես պարզապես փաստ եմ արձանագրում, ինչպես նաեւ չի բացառվում, երբ մենք R&D-ի հարկային արտոնություններով մենք հետադարձ ուժ ենք տալու հունվարի 1-ից եւ նվազեցնենք դարձնելով եկամտահարկը հետազոտողների համար 10%, չի բացառվում, որ այստեղ նորից խմբագրելու անհրաժեշտություն կլինի, դրա համար ես անընդհատ նաեւ ձեր հրավերը ընդունելով պարտք եմ համարել հիմա էլ եթերում ասեմ, որ ամենալավ փուլը չէ ամբողջական վերջնական գնահատականներ տալու, բայց չի խանգարում, որ մենք նաև այս վերապահումներով որոշակի պատկեր ցույց տանք մեր ինդուստրիայի համար։ Իսկ քանի որ հələ շատ շուտ է քննարկել արդյունքների մասին, պարոն նախարար, մոտավորապես նախարարության պլանով մենք երբ կտեսնենք շոշափելի արդյունքներ հենց թվերի լեզվով, որ ասենք, որ արտոնությունները բերել են այս թվերի աճին ու կարողանանք վստահաբար պնդենք, որ դա հենց արտոնությունների փաթեթի արդյունքն է։ Կարծում եմ 26 թվականի առաջին կիսամյակի ավարտին։ Մեկ կարևոր ճշտում մայիս-հունիս ամիսներին, որ կարողանանք ամբողջական եզրահանգումների գալ եւ փոխել մեր քաղաքականությունները, ինչը ամենևին չի նշանակում, որ այնտեղ որտեղ արդեն իսկ մենք արդեն իսկ այս փուլում հասկացել ենք, որ ինչ որ գործիքներ օրինակ վերապատրաստման, երբ որ
անդրադառնանք կներկայացնում այնտեղ արդեն իսկ հիմա որոշակի փոփոխություններ արդեն արել ենք, իսկ օրենսդրականը եւս մի քանի բան չենք սպասի, դրանք հիմա էլ արդեն իսկ հստակ են, որ որոշակի փոփոխությունների պատրաստ են գնալ։ Այս պահին բնականաբար արտոնությունների էֆեկտը, ինչպես նշեցիք, դժվար է գնահատել, բայց կարելի է գնահատել այս մեսեջի էֆեկտը, հա։ Գիտեք, ներողություն եմ խնդրում, եթե ես ձեզ ասեմ, որ 450 նոր աշխատատեղ է բացվել համենայն դեպս մեր ստացած հայտերով 90 եւ ավել տոկոս ունեցող ընկերություններում, ես շատ հեշտ է ինձ համար ասել, որ այո, մեր առաջարկած կարգավորումների արդյունքում է դա տեղի ունեցել, բայց ես չեմ ուզում մենք, չգիտեմ, կամ մանիպուլյացիաներով կամ հապճեպ գնահատականների հիման վրա մեր, այսպես ասենք, դիվիդենդներ շահենք։ Այդտում ես համարում եմ, որ կառավարությունը եւս դա չէ մեր հիմնական նպատակը, մեր իսկապես մեր նպատակը անկեղծորեն հասկանալ, թե այդ տենդենսների վրա ինչ չափով է ազդել եւ այդ ես չեմ կարող ասել այս պահին այդ չափսը չեմ կարող ուղղակի ասել, թե 405 նոր աշխատատեղ որ բացվել է եւ մենք արդեն իսկ քեշբեք ենք տվել, այդ որ հատվածի վրա ազդել որոշումների կայացման առումով մեր առաջարկած այս կարգավորումն է։ Ես խնդրում եմ սա արձանագրենք, այսինքն ակնհայտ է, որ ազդեցություն ունեցել է, բայց մեր գլխավոր խնդիրը այդ ազդեցության չափսը որքան հնարավոր է ճշգրիտ հաշվարկելն է, այս մասով է, որ որոշակի ժամանակ է մեզ հարկավոր։ Ես կարող եմ տպավորությունով կիսվեմ, որ ասեմ ինքը միգուցե չի նպաստել այս փուլում, հա, դեռ աճին, բայց նպաստել է, որ արտահոսք տեղի չունենա, այդտենց ոնց որ ակնհայտ կարա մասնավոր հատվածից ֆիդբեք անել։ Հնարավոր կորուստի չեզոքացումը եւս ձեռք բերում է, իհարկե դա այլ հաշվարկ, այլ տրամաբանություն ու մեթոդաբանություն է ենթադրում, բայց սա եւս, որովհետեւ մենք անկեղծորեն նաեւ մենք երբ երկխոսություն ենք ունեցել մեր հանրության հետ եւ նամանավանդ ինդուստրիայի ներկայացուցիչների հետ, ասենք, որ մենք նաեւ խնդիր ունենք մեր ունեցած ռեսուրսը պահպանել։ Իմ կարծիքով ամենայն դեպս այս փուլում նման արձանագրում կարող ենք անել, բայց միևնույն ժամանակ պետք է չմոռանալ, որ մենք նաև ավելի ամբիցիոզ տեքստեր ենք ասել, այդ ամբիցիոզ տեքստերը սպասարկելու իրապես արդյունք ունենալու համար, այսինքն երբեմն ես մեր շահերից չեմ խոսում, բայց կարծում եմ սա ամենաճիշտ դիրքավորումն է, լինել մաքսիմալ անկեղծ, որովհետև մեզ համար ինքնանպատակ չի եղել այս ամեն ինչը, սա փաթեթավորման համար չէ եղել, սա իբն է եղել է իրական արդյունքներ ունենալու համար, բայց այո, ձեզ հետ անմիջապես համաձայն եմ, որ առնվազն մեր ունեցած ռեսուրսը պահելու սկսած եւ մեր լոկալ աշխատակիցներ եւ ինչու ոչ նաեւ աշխատանքային միգրանտների առումով բավական շատ դրական ֆիդբեքեր ունենք առնվազն այդ մի քանի ուղղություններով, որ սկսել ենք աշխատացնել օրենքը։ Ես նաև ուզում եմ ասել, գուցե կհետաքրքրի թվերը, թե 3.5 տարիների ընթացքում ընդհանուր պետական ներդրումը կամ աջակցությունը ինչ ծավալ է կազմել, ընդհանուր ծավալը 27 միլիարդ խոսքը 22, 23, 24 թվականներ ամբողջությամբ եւ 25-ի առաջին կիսամյակ, այս կիսամյակում արդեն հասցրել ենք 5 միլիարդ 226 միլիոնի չափով աջակցություն ցուցաբերել քեշբեքի տեսքով, եթե կհիշեք մենք ի սկզբանե բավական մեծ գումար ենք բյուջետավորել, բայց մենք այդ մեծ գումարը բյուջետավորելիս նաև միաժամանակ զգուշացրել ենք, որ ամենայն հավանականությամբ տարվա կեսին մենք վերանայելու ենք, որովհետև չենք կարծում, որ այս առաջարկվող գործիքակազմով հնարավոր կլինի ուտիլիզացնել ամբողջ 30 միլիարդը եւ այն հնչեցրած թիվը դրա վառ վկայությունն է, այսինքն սա նշանակում է, որ սրա արդյունքում մենք արդեն իսկ որոշակի բյուջետային փոփոխություններ տարվա ընթացքում կատարել ենք, որպեսզի այդ միջոցները հատկացվեն այնպիսի ծրագրերի, որտեղ դրա անհրաժեշտություն արդեն այսօր նկատվում է եւ սա այո մենք հույս ունենք, որ
շատ շուտով այդ տեսակ ծավալ կկլանի ինդուստրիան, բայց դե ֆակտո այս պահին ընդամենը 5 միլիարդն են կարողացել անցնել 25-ի 6 ամիսների համար։ Կտրվածքով հաշվի առնելով նաև, որ դեռ բավականին մեծ փաթեթ նոր է հասնելու կազմակերպություններին, ինչքան կգնահատեք մինչև 15 միլիարդ։ Միանշանակ չի անցնի 15 միլիարդը։ Այսինքն ստացվում է, որ դա նախորդ տարիների միջին 12 միլիարդն էլ չանցնի։ Երբ ներկայացվեց օրենսդրական փաթեթը, գլխավոր դժգոհություններից մեկը այն էր, որ եթե նախկինում աջակցության ծրագրերը շատ հեշտ էին եւ միանգամից ընկալելի, այս մեկը ավելի կոմպլեքս է, տարբեր կողմերով է փորձում աջակցել ոլորտին, որտեղ իհարկե շեշտադրումներն են նաև արվում, թե որ ուղղություններն է պետք զարգացնել, բայց միևնույն ժամանակ դժվար է շատ հաճախ թե տեղական եւ թե որը որ ավելի կարեւոր է դրսի ընկերություններին, որոնք հնարավոր է դիտարկեն Հայաստանում գործունեություն ծավալելը, դժվար է այսպես միանգամից փիչ անել, թե ինչ է առաջարկում իրենց պետությունը։ Դուք օրինակ ո՞նց եք ներկայացնում այսպես ամփոփ, որ նաեւ կարող է շահագրգռել բիզնեսին։ Ես այստեղ էլ եմ անկեղծ ինչպես բոլոր դեպքերում եւ այո, երկրորդելով ձեզ հաստատում եմ շատ բարդ կոմպլեքս նախագիծ է ստացվել եւ մենք սպասում էինք, որ պիտի գեներացի որոշակի, եթե ոչ դժգոհություն, ապա անհարմարություն առաջացնի ընկերությունների մոտ եւ նաեւ մեծացնի իրենց տնային աշխատանքի ծավալը, բայց դրա համար մենք անդադար ամենօրյա ռեժիմով ի հայտ եկող չասեմ խնդիրը մեծ բառ կլինի, բայց դժվարություններ, որ այս ճանապարհին կարող են ի հայտ գալ, դժվարեցնել ընկերությունների աշխատանքը, ինչպես նաև մերը։ Դուք պատկերացրեք, առաջին 2 եռամսյակները մեր ամբողջ տեխնոլոգիական ուղղության ստորաբաժանումները եւ թիմերը աշխատակիցները լծված են եղել այս գործին, նաեւ մեր կյանքը հեշտացնելու եւ ամբողջը ավտոմատացնելու եւ հեշտացնելու կանխատեսելի դարձնելու համար մենք ինքնաշխատ հարթակ ենք մշակել ամիսների ընթացքում, այսինքն այո, այն արձանագրումը տեղին է, որ բարդ է, իսկապես մեծ բան է ստացվել, բայց մյուս կողմից ամենակարևորը, որ եւ հուսադրող հանգամանք այն է, որ անդադար մենք հեշտացնում ենք իրենց կյանքը եւ օրինակ երրորդ եռամսյակի աջակցության հայտերը ներկայացնելու պահին անմիջապես ըստ էության 1 ժամվա ընթացքում արդեն իսկ նշվելու է ծավալը աջակցության, թե որքան է կազմելու այդ երրորդ եռամսյակի եւ անմիջապես աջակցությունը տրվելու է ընկերություններին, որը օրինակ այս անգամ 3 ամիս տևեց։ Սա նաև ճշգրիտ մեխանիզմների ներդրման արդյունքում զգալիորեն թեթևացնելու նաև մեր աշխատանքը, ինչպես նաև բացառելու է հնարավոր որևէ բացթողում, որովհետև այստեղ մենք գործ ունենք հանրային միջոցների ծախսի հետ եւ մեզ համար կարևոր է, որ որևէ անճշտություն բաց թողում տեղի չունենա, իսկ ավտոմատացումը, թվայնացումը այս ամբողջ պրոցեսների բնականաբար երաշխավորելու են նաև աշխատանքի բարձր որակը, այսինքն ընդունում եմ, կամ այլ իրականություն եւս կա։ Հիմա տեսեք, ստացվել է այնպես, որ սահմանափակ քանակությամբ ընկերություններ են ներդրում կատարում R&D-ի մեջ։ Հիմա մենք արդեն առաջին, եթե ցածկ կատարենք դեպի գիտահետազոտական եւ փորձարարական մշակումների կտորին, ուղղակի շատ կարճ ասեմ, որ 48 ընկերությունից ենք ստացել առաջին եռամսյակի համար 117 հայտ, եւ սա տարիների համար է, այսինքն R&D աշխատանքը ենթադրում է ինչ-որ ժամանակահատված եւ ընկերությունների մեծ մասը մի քանի տարիներ շարունակ պիտի այդ
հետազոտական աշխատանքը կատարեն եւ այլևս իրենք նոր հայտեր ներկայացնելու անհրաժեշտություն չեն ունենալու, այսինքն նաև օբյեկտիվորեն արձանագրենք, որ հիմնական ծանրաբեռնվածությունը մեզ վրա եւ հենց ինքնին ընկերությունների վրա ընկել է այս փուլում եւ հասկանալ է, որ որքան երկար գործարկվի այս ծրագիրը, այս մեծ փաթեթը, ամեն ինչ կավտոմատացվի եւ ավելի կհեշտացվի բնականաբար։ Ես առաջարկում, քանի որ մենք խոսում ենք արտոնությունների մասին, բերեք խմբավորենք ու տենց փորձենք արդեն իրոք խորանանք թվերի մեջ հասկանանք թե ինչա։ Առաջի փաթեթը հենց ԲՏ աջակցության ոնց որ օրենքով, չէ, առաջարկվում է 3 հատ արտոնություն եկամտային հարկի մասին։ Դա մասնավորապես միգրանտների դեպքում եկամտային հարկի 60%-ի վերադարձն է, նոր աշխատողների մասով նորից եկամտային հարկի վերադարձ 60% եւ նաեւ վերապատրաստման գծով ծախսերի 50%-ի չափով եկամտային հարկի վերադարձն է։ Հիմա այս կոմպոնենտը մեծ հաշվով, ոնց արդեն նշեցիք, միգրանտների մասով 2 երամսյակ աշխատելա ունենք ինչ-որ թվեր, նոր աշխատողների մասով կուզենանք հասկանանք ինքը ինչ-որ ազդակներ կա, որ աջակցությունը ինքը տեղիներ եւ ոլորտը կլանել օգտագործում է, թե չէ, եւ նաեւ վերապատրաստումների մասով կուզենայի իմանալ, որովհետեւ օրինակ ես անձամբ չգիտեմ դեպք, որ դիմել են վերապատրաստման մասով վերադարձ ստանալու, բայց չեմ բացառում, որ դրանք կան, ոնց որ կուզենանք այդ մասով թվեր դասենք ու հասկանանք։ Իհարկե 25-ի առաջին երամսյակով ասեմ, որ տարանջատենք եւ ցույց տանք նաեւ որոշակի դինամիկան։ Առաջին երամսյակում մենք 49 հայտ ենք ունեցել նոր աշխատողների համար, ընդհանուր 207 աշխատակցի մասով, այսինքն 207, հիշեցնենք, որ խոսքը նախկինում երբևէ տեխնոլոգիական որևէ ընկերությունում չաշխատած նոր աշխատակիցների մասին է, մինչդեռ երկրորդ երամսյակում մենք ստացել ենք արդեն գրեթե 2 անգամ ավել 85 հայտ 403 աշխատակցի մասով, առաջին երամսյակում մոտ 28 միլիոն, ավելի քան 28 միլիոնի վճարում ենք կատարել քեշբեքի, երկրորդ երամսյակում անհամեմատ ավելի կմեծանա թիվը, կանցնի 135 միլիոնը եւ այստեղ եւս սպասում եմ, որ թվերը հետս հետը կաճեն։ Նախարար, բայց օրինակ ես podcast-ին պատրաստվելուց նաև մեր թիմի հետ ճշտեցի, գործնականում մի հատ փոքր խնդիր կա, երբ որ ըստ էության ընկերությունը ինչ-որ մեկին աշխատանքի ընդունում, ինքը չունի գործիքակազմ, ռեալ ստուգելու թե այդ մարդը արտոնությունից օգտվում է թե չէ, ու փորձեցի հասկանալ թե գետնի վրա դա ոնց է տեղի ունենում, պարզվում է մարդուն ընդունում են, ընկերությունը չգիտի արտոնությունից օգտվում է թե չէ, հետո post factum դիմում է նախարարության ու նախարարությունը բազայով ստուգելով, ոնց որ կոպիտ ասես բոլորի համար ումոր կասկածում են դիմում են, հետո նախարարությունը որոշներին հաստատում է, ասում է համապատասխանում է, որոշները մերժում է։ Հիմա ԲՏԱ ոլորտում այդ պարզ խնդիրը ինձ թվում է հնարավոր է չէ լուծել, դա կա թե չկա ձեր պլաններում կլուծվի այդ եւ մի շարք նմանատիպ դա չեմ անվանի մեծ մարտահրավեր, շատ ավելի պարզունակ խնդիրներ են դրանք, որոնք որ հնդածս կլուծվեն իհարկե, այսինքն այո, դժվարություններ կան թե պաշտոնների հետ կապված, թե ճշգրիտ տվյալները պետք բազայում լրացնելու, բայց շատ արագ մենք այդ ամբողջը լավ լուծումներ կգտնենք իհարկե։ Եվ սրա հետ կապված նաև մենք իհարկե խնդրում եմ նաև անընդհատ մեր մտքում ունենալ, որ 2024-ին նախ օրենքի նախագիծը շատ երկար քննարկվեց եւ երկրորդ մենք ունեինք ժամանակային առումով մեծ պրեսինգ կար, մեծ ճնշման տակ էինք եւ հասկանալի էր, որ եւ ես ուղիղ նաեւ իմ խոսքում քանից հայտարարել եմ, որ չենք հավակնում վերել մի նախագիծ, որը կատարյալ է, այսինքն այն կատարելագործելու մշտական շարունակական process-ի մեջ պիտի լինի եւ այս օրինակ խնդիրները իհարկե կմաքրվեն, արդեն իսկ ծպահս մի շարք փոփոխություններ տեխնիկական առումով տեղի են ունեցել։ Օրինակ դիմելու ընթացակարգի մեջ փոփոխություն են արել միգրանտները եւ նոր աշխատողները արդեն մեկ միասնական դիմում ենք վերցնում եւ այսպես շարունակ նկատի ունեմ դա հենց այս խմբի մեջ դիտարկելու խնդիր եք դուք բարձրացնում, որը իհարկե
կհասցեագրենք։ Կա մի խումբ, որը ոչ սկսնակ աշխատողներն են IT ոլորտի, բայց ովքեր նաև միգրանտներ չեն եւ ստացվում է, որ իրենք այս արտոնության փաթեթի մեջ մի փոքր ոչ մրցակցային դիրքում են հայտնում, որովհետեւ որևէ աջակցություն իրենց չի վերաբերվում։ Դուք այդտեղ խնդիր տեսնում եք, թե չէ։ Ես այդ հարցին պատասխանելու համար պիտի նորից վերադառնանք այս ծրագրի ակունքներին եւ կառավարության նպատակներին։ Ի սկզբանե կառավարությունը 22, 23, 24 թվականների թվերը երբ ես հնչեցնում եմ, այդտեղ մի մեծ կտոր առյուծի բաժինը հենց միգրանտներին էր հասնում, ինչու, որովհետև կառավարությունը համարում էր, եւ ես կարծում եմ իրավացիորեն, որ դա մեր տնտեսության համար հավելյալ բարձր որակավորում ունեցող մասնագիտական կարողություններ ներգրավելու մեր տնտեսության մեջ հնարավորինս շատ հավելյալ արժեք գեներացնելու տնտեսության մեջ եւ տնտեսության համար հնարավորություն, այսինքն այսպես եթե գրոտեսկով, ապա դա նվեր է մեր տնտեսությանը, որին հանդեպ պիտի կառավարությունը, պետությունը հոգատարություն դրսևորի եւ մաքսիմալ գրավիչ պայմաններ առաջարկի, որպեսզի դա չկրի ժամանակավոր բնույթ, այլ երկարաժամկետ ինստիտուցիոնալ ներգրավվածություն ապահովենք, որը նաեւ նախ եւ առաջ պիտի բխեր հենց այդ ընկերությունների շահերից, որոնք որ ներգրավել են կամ ստանում են հնարավորություն ներգրավելու այդ օրինակ բարձրորակ կադրերի։ Այսինքն ի սկզբանե այս ողջ ընթացքում, երբ օրենքը նախագիծը քննարկում էր, անընդհատ այսպես գծով անցնում էր այն հարցը, որ Հայաստանը պարտվում է միջազգային կամ համաշխարհային մրցակցությունը եւ Հայաստանը պարտավոր է, Հայաստանի կառավարությունը շատ արագ ճկուն գրավիչ պայմաններ ապահովի ինդուստրիայի համար, որպեսզի ինդուստրիան էլ քաշի դեպի իր կողմ տարբեր այդ մրցավազքի մեջ ներգրաված տարբեր երկրներում տեղակայված թե ուրեմն ֆրիլանս աշխատակիցներին, միգրանտներին, թե վերազգային ընկերություններում, MNC-ներում եւ թե պարզապես լոկալ ընկերությունները բերեն այդ աշխատանքային միգրանտներին։ Այսինքն չմոռանանք, որ կառավարությունը հստակ նպատակադրում է ունեցել այստեղ եւ գնացել է այս ճանապարհով եւ կարծեմ թե այդ խնդիրը առնվազն այն չափով, որ դուք նշեցիք այդ ռեսուրսը բաց չթողնելու առումով մեզ հաջողվել է իրականացնել։ Հիմա այսինքն ի սկզբան, այսինքն որևէ նոր բան տեղի չի ունեցել։ Երբ մենք առաջարկել ենք եւ այս նախագիծը ողջունվել է, բնականաբար մենք նաև նկատի ենք ունեցել, որ նման իրողություններ ի հայտ են գալու, բայց այստեղ բնականաբար ընկերություններն էլ պիտի փորձեն ամեն մի այսպես ասենք մասնագիտական որակներ ունեցող միգրանտի չբերեն, այլ բերեն այնպիսի աշխատակիցների, որոնք բարձրացնելու են տվյալ ընկերության աշխատանքի էֆեկտիվությունը, աշխատանքի կուլտուրային փոխելու, նոր գիտելիք են, փորձառություն են բերելու, որը անգնահատելի է լինելու տվյալ ընկերության զարգացման գործում եւ այդ գիտելիքից օգտվելու է ընկերությունը մեծացնելու է իր այսպես ասենք ֆինանսական կարողությունները եւ բարձրացնելու է նաեւ աշխատավարձ մյուս աշխատակիցների համար, որոնց արժևորում գնահատում, այսինքն որևէ նոր բան այստեղ չկա եւ մենք սրանով քավլիցի որևէ խնդիր չենք ցանկացել ստեղծել, այլ ընդհակառակը անկեղծորեն այս փաթեթի մեջ այս ծրագիրը ներգրավված է եղել հենց ինդուստրիայի, նաև ինդուստրիայի պահանջով ու որում տարիներից եկող պահանջով, դեռ 22-ի փետրվարից եկող պահանջ սա եղել։ Մի հավելում էլի միջև անցնենք կրթության ու որակավորման միգրանտների մասով։ Օրենքում հստակ նախանշված է, որ 25 թվականին այդ քեշբեքը ստանում են ընկերությունները ու 26 թվականից կստանան աշխատակիցները։
Նախ եթե շատ անկեղծ ես ինքս չեմ հասկացել թե ինչ ենք մենք այդ փոփոխությունն անում ու չեք գտնում որ ըստ էության հենց ընկերությունները երկարաժամկետ հետ ստանալը ավելի լավ կներ կամ ինչ խնդիր ենք դրանով լուծում այդ սխեմայի փոփոխությամբ էլի բայց դուք ոլորտում եք ես գիտեմ մի քանի հաղորդում էլ նվիրել եք այս թեմային վստահ եմ որ հետևել եք ու գիտեք բտանախարարության դիրքորոշումը ինչպիսին է եղել չէ Ստեղ բայց կա խնդիր բտանախարարությունը կամ եւ ընդհանրապես կառավարությունը նման տարբերակում չէր դրել նախագծում Այսինքն նախագիծը այդ մասով փոփոխությանը ենթարկվել ազգային ժողովում մեր մոտեցումը եղել է այն որ ընկերություններին շարունակենք քեշբեք տալ միգրանտների մասով ճիշտ այնպես ինչպես նոր աշխատակիցների եւ ընկերություններին տանք ազատություն իրենք տնօրինեն եւ ենթադրել ենք որ եթե այդ ընկերությունները շահագրգռված են որ աշխատանքային միգրանտները շարունակեն աշխատել իրենց ընկերությունում պիտի համապատասխան պայմաններ ապահովեն շատ լավ եկամտահարկը 20%-ով գանձվում է աշխատակցից աշխատանքային միգրանտից քեշբեքը գնում է ընկերության, բայց ընկերությունը իր իսկ առաջնահերթություններից ելնելով հասկանալով որ եթե որևէ ինտերվենցիա դրական իմաստով չանի այդ մարդու ֆինանսական ուրեմն կյանքը բարելավելու առումով չգիտեմ, տարատեսակ առողջապահության փաթեթ կլինի, չգիտեմ, երեխաների կրթության, թե ուղղակի բոնուսների տեսքով այդ փողը ինքը կփոխանցի, մենք առաջնորդվել ենք այն համոզմունքով, որ ավելի շատ պիտի ընկերություններին տանք այդ ազատությունը վստահ լինելով, որ եթե ընկերությունները ներողություն իհարկե այսպես չակերտավոր էգոիստաբար մոտենան սեփական շահույթները մեծացնելու նպատակով լրջագույն ռիսկ են առաջացնում, որ աշխատանքային միգրանտները օրինակ տեղափոխվեն այնպիսի ընկերություններ, որտեղ լրիվ ուրիշ աշխատանքային մոտեցում եւ մշակույթ է գործում, բայց մենք նաեւ ազգային ժողովի այդ քննարկումներին եւ փոփոխություններին համաձայն տվել ենք մեր համաձայնությունը եւ վերջո ազգային ժողովն է օրենքներն ընդունում եւ այս պարագայում ուզում եմ ասել որ ձեզ հայտնի է մեր դիրքորոշումը հետեւաբար ամսի հունվարի 1-ից զուտ հիմա շատ դժվար իրավիճակ է ստեղծում ընկերությունների համար, որոնք գիտեն, որ մյուս տարվանից իրենց միգրանտ աշխատակիցները ավելի շատ եկամուտ են ունենալու, բայց որևէ կերպ դա չեն կարող օգտագործել իրենց պլանավորման մեջ։ Դուք հիմա ինձ ասում եք այն տեքստերը, որ ես հնչեցրել եմ ազգային ժողովում։ Այդ դեպքում առաջարկում անցնենք, բայց եկեք հանուն արդարության նաև ասենք, որ այդ քննարկումները ազգային ժողովում ըստ էության հենց այն տրամաբանության մեջ էին, որ նաև Հայաստանը դիրքավորելու եւ միջազգային այդ մրցավազքի մեջ դիրքավորելու առումով շատ կարեւոր է որ ուղիղ տեսանելի լինի օրինակ թե ինչա ուղիղ ստանում աշխատանքային միգրանտը Հայաստան տեղափոխվելու պարագայում ինչը այս դեպքում իհարկե ձեր եւ բտան կառավարության առաջարկի պարագայում իհարկե դա չէր հնարավոր չէր հստակ արձանագրել որևէ ձևով ուղղակի հնարավոր չէր արձանագրել եւ Հայաստանի այսպես իմիջի դիրքավորման տեսանկյունից կարեւոր էր որ շատ ուղիղ աշխատանքային միգրանտներին առաջարկվի հիմա այս առումով 26 թվականի վերլուծությունը ցույց կտա եւ ես հույս ունեմ անկեղծորեն հույս ունեմ որ այն զիջումը որ կառավարությունը այդտեղ արել է իր դրական ազդեցությունը կունենա եթե ոչ ընկերությունների այդ մասով բայց գոնե օրինակ հարյուրավոր կամ հազարավոր նոր միգրանտների կքաշի դեպի հայաստանյան տեխնոլոգիական ինդուստրիա։ Դա նորից pitch անելու տեսակետից դժվար է, առնենք հիմա մենք, չգիտեմ, պայմանական է, Սերբիայից ինչ-որ մի հատ ծրագրավորող ենք ուզում բերենք, ասում ենք, գիտես, ինչ կա 1 միլիոն դրամ գրոս աշխատավարձ տա, դու նետ կստանաս ենթադրենք այսքան, բայց գիտեցի, որ երամսյակից հետո մի հատ է պետությունը քեզ այսքան ավել բենեֆիտ կտա, ինքը բարդ է, այսինքն մարդուն ասում ես դու նետ ստանում ես այսքան
ես ինչ հարկ եմ վճարում, ինչ եմ անում, ինքը ավելի հեշտ է գործնականով գետնի վրա ընդվարում, մեծ մասը ռեալ աշխատանքային պայմանավորություն ենք ի տարբերություն օրինակ Ամերիկայի, որտեղ միշտ խոսում են հարկերը ներառյալ աշխատավարձ, մեր մոտ բոլորը խոսում են մաքուր արձերն, քարտի նստող գումարի մասին ու ինչքան է կամպանիան վերևից վճարում հարկեր, դրանք անտեսվում են ու այս դեպքում մի քիչ խնդիր առաջացնում։ Դա էլ մի հարց, որ պիտի ընդհանրապես մեր գիտակցության մեջ ժամանակի ընթացքում իհարկե փոխենք այդ կեղտոտ ու մաքուր աշխատավարձերի ընկալումը եւ անգամ մեր լեզվամտածողության մեջ այդ տարանջատումը իմ կարծիքով լրջագույն խնդիր է, դա նաեւ խորը այլ խնդիրներ է առաջացնում իր կողմից վճարվող հարկերի արժեքի դրա արդյունքում երկրի զարգացման առումով, բայց սա իհարկե փիլիսոփայական դաշտի խոսակցություն է, գուցե այլ առիթով ավելի մանրամասն խոսենք։ Հիմա փորձենք ոնց որ մյուս բան մենք ուսուցման մասը չնայեցին։ Դուք անդադար դուք չեք ուզում որ ես տխուր ցուցանիշներ ներկայացնեմ ձեզ։ Մենք գիտենք որ տխուր է, դրա համար չենք թողնում։ Չէ, պայմանավորվել ենք, չէ, ինչ կա, պարտավոր ենք ներկայացնել ու անել հետևություններ։ Ընդամենը 2 հայտ ենք ստացել աշխատակիցների վերապատրաստման գծով առաջին երամսյակում եւ նույնչափ հայտ երկրորդ երամսյակին եւ մի քանի միլիոն դրամների աջակցության մասին, ասենք 5 եւ ավել 5.6 միլիոն դրամի աջակցության մասն է առաջին երամսյակի 33 աշխատակցի մասով եւ երկրորդ երամսյակում ավելի քիչ քանակությամբ աշխատակիցների մասով վերապատրաստման, այստեղ ակնհայտ է, որ այս գործիքը լավ չի գործում կամ առնվազն չնչին ազդեցություն է ունենալու ընդհանրապես ընկերությունների վրա։ Այստեղ առաջին բանը, որ մենք արել ենք, վստահաբար դուք տեղյակ եք, բայց հեռուստադիտողների համար ասենք, որ մի քանի տասնյակ ընկերություններ էին առանձնացված եւ ծրագրեր։ Մենք հանել ենք ծրագրերի մասը եւ օրինակ Google-ի blockchain-ի կրթական ծրագրով անցնելու պարագայում մենք կբավարարենք հայտը, մենք հիմա ասում ենք օրինակ Google-ի, այսինքն այն մի քանի տասնյակ, կարծեմ, եթե չեմ սխալվում, 4 տասնյակ կամ ավել ընկերությունների կրթական ծրագրերով անցնելու պարագայում մենք արդեն հայտը կընդունենք եւ կբավարարենք, այսինքն հույս ունենք, որ երրորդ երամսյակը զգալիորեն ինչ պատկերը կփոխվի, բայց այդուամենայնիվ որքան էլ պատկերը փոխվի, այդ դինամիկան մենք դեռևս չենք տեսնում, որ օրինակ ընկերությունները մեծ գումարներ դնեն վերապատրաստման մեջ, տեսնենք, եթե դա մեր առաջարկած գործիքի ոչ այնքան ճկուն լինելուց է կամ խստությունից է, կերևա երրորդ, չորրորդ երամսյակներին, եթե մենք հիմա ավել ճկուն գործիքակազմ ենք առաջարկում ընկերություններին, բայց այնուհանդերձ մեծ հաշվով բան տեղի չի ունենում, գուցե ընդհանրապես գործիքը կհանենք, այլ բան կառաջարկենք ընկերություններին, հիմա այլ ընտրանքների շուրջ մենք նոր մտքեր գեներացնում ենք։ Իսկ եթե գաղտնիք չէ, բյուջետավորմամբ ինչքան գումար է նախատեսված, որ հասկանանք, թե ձեր պլանավորված գումարի քանի տոկոսն է ոլորտը։ Չկար որպես այդպեսին մեկ ընդհանուր, ինչու չկար, որովհետև ուղղակիորեն նախ գանք ամենասկզբից, ես խոսքս ոնց սկսեցի, չէ, ասացի լավ լուրն այն է, որ մենք կարևորում ենք տվյալները եւ այսպես շարունակ։ Ընդհանրապես այս աշխատանքը կազմակերպելու ամենամեծ մարտահրավերը եղել է տվյալների, ամբողջական տվյալների բացակայությունը, այսինքն ազգային ժողովում ըստ էության նախագծի կամ նախագծով նախատեսվելիք բյուջետավորման քննարկումների համատեքստում ամենախոցելի մասը հենց սա էր եւ նաեւ թե կառավարող ուժի եւ թե ընդդիմադիր ֆրակցիաների պատգամավորները իրավացի հարցադրումներ էին մեզ ուղղում, թե 30 օրինակ 30 միլիարդը ոնց է կբանարել եւ մենք շատ անկեղծորեն ազնվորեն հայտարարել ենք, որ պայմանական թիվ ենք դրել հասկանալով նախ վերջապես հավաքելով տվյալ, ամբողջական տվյալ
ինչպես նաև հասկանալով թե ինչպիսին է լինելու արձագանքը ռեակցիան այս առաջարկվող փաթեթին ընկերությունների ինդուստրիայի կողմից այսինքն հիմա մենք միայն այժմ ենք կարողանում չափել ստուգել այդ ռեակցիաները, որը մեզ նոր որոշումներ կայացնելու մեզ համար դաշտ է բացում։ Հետևաբար մենք չենք կարողացել դեռևս այն ժամանակ նման կանխատեսումներ անել, որովհետև հիմքը, իսկ ամեն ինչի հիմքը այս համատեքստում դա տվյալի առկայություններ բացակայում էր։ Հիմա մենք օրինակ 1 տարի անց որոշակի պատկեր ենք ունենալու, թե ընդհանրապես մեր տնտեսության մեջ իրապես ով է ներդրում կատարում R&D-ի մեջ, որովհետև ներողություն իհարկե, եթե հարցնենք ծրագրային ապահովմամբ զբաղվող կամ ծառայություններ մատուցող ընկերությունների մեջ քիչ չեն իրենց թվով այն ընկերություններ, որոնք պնդում են, շատ հստակ պնդում են, որ իրենք R&D-ով են զբաղվում, բայց կներեք այդպես չէ կամ ոչ միշտ է այդպես եւ մենք վերջապես ժամանակի ընթացքում նաեւ շնորհիվ այս ծրագրի եւ ոչ միայն այս ծրագրի կունենանք հստակ պատկեր, իսկ այդ պատկերը եթե պիտի պարզի, որ մեր տեխնոլոգիական ոլորտի 3%-ն է R&D մեջ ներդրում կատարում, ոչինչ, եկեք մենք դա արձանագրենք, ձգտենք նրան, որ դա դառնա 15%։ Կամ ընդ որում հիշեցնելով, որ սա միայն չի վերաբերում R&D-ին տեխնոլոգիական ընկերություններին, ընդհանուր տնտեսությանն է եւ այն 47 հայտ ասացի։ Եկեք մի անգամից R&D-ի թվերին նաեւ անդրադառնանք։ Դե մասամբ իհարկե ես նշեցի, բայց 48 հայտ 47 կամ 48 տնտեսվարողներից, այսինքն ընկերություններից, այո, զգալի մասը տեխնոլոգիական ընկերություններն են, ինչպես եւ սպասվում էր, բայց ոչ բոլոր 48-ը 117 հայտ ենք ստացել։ Կարող եմ երևի առաջին անգամ հրապարակային ձևաչափով ասել, որ 45 ընկերությունների 94 հայտ արդեն իսկ հաստատվել է։ Չեմ կարող ասել, թե քանի աշխատակցի մասով, որովհետեւ այդ վերջին փուլում ենք մենք գտնվում, երբ հիմա վերջին տվյալներն են ընկերությունները փոխանցում ներկայացված խմբերի աշխատակիցների հետ կապված, որի հիման վրա արդեն ՊԵԿ-ը համապատասխան ուրեմն նվազեցումները կիրականացնի եկամտահարկի, բայց առնվազն կարող եմ ասել, որ 575 աշխատակից կստանա, եթե բոլորինը բավարարվի, բայց չեմ կարծում։ Ընդհանուր նրանց միջին ամսական աշխատավարձը ավելի քան 700 միլիոն դրամ է կազմում եւ տարեկան արտոնությունը միայն եկամտահարկի ցածր եկամտային հարկի ցածր տոկոսաչափի դրույքաչափի հաշվին կազմի կանցնի 850 միլիոնը։ Բայց կարևոր է, որ մենք երկրորդ եռամսյակի համար շարունակել ենք նոր հայտեր ստանալ, այսինքն տարվա կտրվածքով զգալի թիվ է կազմելու թե ընկերությունների քանակը եւ թե մենք տարբերությունը բնականաբար հասկանալի է, բայց մեզ լսողների համար ասենք, որ նույն ընկերությունը կարող է մի քանի պրոյեկտ ունել եւ կարող է եւ դիմել է, այսինքն այս թվերը որպեսզի հասկանալի լինի, այդ ոնց ստացվեց 117 հայտ, հենց այդպես, այսինքն 2-ից 3 հայտ կարող ենք մեր մտքում ունենալ, որ ընկերությունները դիմել են, որովհետև մի շարք ընկերություններ մի քանի տարբեր պրոդուկտների վրա միաժամանակ ներդրում են կատարում եւ դա երկարատև, այսինքն դուք շատ լավ պատկերացնում եք ինչպես է կատարվում R&D աշխատանքները, այսինքն ասի մաստով նաեւ ասեմ, որ մենք ունենք համոզմունք, որ երբ առաջին փոխանցումները կատարվեն եւ աշխատակիցների, այսինքն առաջին փուլով դիմաց R&D աշխատանքներում ներգրաված աշխատակիցների եկամտահարկը նվազի, սա նաև
արագորեն ոլորտում տարածում է գտնելու, որովհետև եւ ժամանակային ձգձգումները, որոնք ի սկզբանե մենք խոստացել էինք, այսինքն 1 տարվա ժամկետ էինք դրել բավարարելու համար, հասկանալով, որ սկզբում մեզ համար դժվար է լինելու հանձնաժողովներ, ենթահանձնաժողովներ ձևավորել, ֆրասկատի մեթոդաբանությունը կիրառել, չգիտեմ, միջգերատեսչական գրագետ աշխատանք կազմակերպել, որ այս process-ն է, այսինքն մենք կարծես թե թևակողում ենք ինստիտուցիոնալ ինստիտուցիոնալ ճանապարհի վրա ենք դնում այս process-ը, որը շատ կանխատեսելի եւ շատ ավելի սահուն կտանի մեր աշխատանքը եւ կրկնում եմ, որ այո, այս առաջին 6 ամիսները իսկապես մեզ համար դժոխային բարդություն առաջացրին, որովհետև նաև չմոռանանք, որ պետական գերատեսչություններում համապատասխան կարողունակությունների խնդիրել ենք ունեցել եւ ցպահս առանձնացվում ենք այդ օրինակ մարտահրավերների օրինակ մեր նախարարությունը հիմնականում այսպես ավելի պարզ ինչպես դուք եք նշում, հա, պարզ արտոնությունների կամ աջակցության ծրագրեր էր առաջարկում եւ կոմպլեքս լուծումները եւ դրանք կառավարելը եւ որակով կառավարելը լուրջ մարտահրավեր է եւ դրանում եւս հարկավոր է հմտանալ եւ ես ուղղակի նաեւ օգտվելով արդից ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել ամենայն անկեղծությամբ եւ այստեղ բացարձակապես որևէ ձևականություն չկա այն ըմբռնման համար, որ մենք ականատես ենք լինում նաև տեխնոլոգիական ոլորտում ակնհայտ է, որ այս դժվարությունները եւ ժամկետները կարող էին օրինակ դրթեր ոլորտին որոշակի այսպես ավելի սուր խնդիրները դնելու, բայց իսկապես ուրախացնում է այն, որ երբ մենք դիալոգ ենք ունենում իրենց հետ ներկայացնում ենք նաեւ այն սահմանափակ կարողությունները, որ մենք ունենք, բայց այն մեծ երազանքները ու ցանկությունները ինդուստրիայի զարգացման համար որոշակի ժամանակ է պահանջում, այսինքն երբ հոկտեմբերին այդ առաջին շարժը տեղի ունեցավ նաև R&D-ի մասով, ես կարծում եմ, որ իսկապես ավելի մեծ տեմպ է հաղորդելու մի շարք ընկերություններ, մենք ամեն օր բացահայտում ենք, մենք անդադար այսպես օրգանական կապ ենք պահում ոլորտային ընկերությունների, միությունների, առանձին ընկերությունների, անհատ ֆրիլանսեր աշխարհ բոլորի հետ փորձում ենք եւ ամեն մեր նոր շփմամբ մենք արձանագրում ենք, որ դեռևս իրազեկվածության խնդիրներ ունենք, լրջագույն խնդիր ունենք եւ օրինակ մի շարք ընկերություններ միայն վերջին 1 ամսվա ընթացքում ասել են, որ պատրաստվում են արդեն 3-րդ երամսյակի R&D պատուհանից օգտվեն, այնպես որ տեսնենք ոնց կընթանա։ Պարոն նախարար, իմանայք, R&D-ն ինքը իրոք երևի ամենածանրակշիռ ու ամենամեծ տոկոսային առումով, հա, աջակցության ինքը բյուջե նախատեսող պրոյեկտն է ու ամենաերևի հեռանկարային արդյունավետ, բայց եթե R&D-ն նաև տալիս է 10% եկամտային, որը իմ կարծիքով համայնքի հիմնական ակնկալիքն էր, հա, աջակցության հենց ունենալ 10% ԲՏՀ մասնագետների համար, մենք մասնակի R&D-ի համար տալիս ենք, մասնակի ըստ էության միգրանտների համար այդ քեշբեքի լոգիկայով նորից տալիս ենք, բայց մնացածը չեն ստացել այն 10%-ը, որի ակնկալիքը օբյեկտիվորեն կար, ես կարող եմ փաստեմ, որովհետև շատ եմ շփվում, հատկապես այն փոքրիկ ընկերությունները, որոնք 5, 10, 20 հոգանոց թիմեր են, դեռ չունեն մեծ ներդրումներ ու իրանց համար այդ 10%-ը իրականում շատ էական, այսինքն կար սպասելիք եկամտային հարկով ստանալ 10%, փոխարենը այն մյուսները ստանում են շահույթ հարկի մասով զերծ, այսինքն բիզնես զերծ, հա, բիզնես շահույթից զերծ, բայց մենք բոլորս հասկանում ենք, որ ՏՏ-ն այդ ոլորտը չի, որտեղ կան շահույթներ ու շահույթ հարկեր, թեպետ մեր հայկական ընկերությունները որոշակի արձանագրում են իրանց հարկային հաշվարկներում, բայց հասկանում ենք, հա, որ իրանց հիմնականում եկամուտը դա ներդրումներն ա, այսինքն դա սպառում են միջև հասնեն, չգիտեն, IPO-ի եւ կամ վաճառեն ընկերությունը մեկ ուրիշ ընկերություն, այսինքն մենք տվել ենք մի բան շահույթ հարկի արտոնության տեսքով, որը մեծ հաշվով հասկանում ենք, որ ընկերությունների մեծ մասը չունեն այդ շահույթը, եթե outsource-ով չեն զբաղվում, եթե outsource-ով զբաղվում են, դա էական չի։
Արդյոք քննարկումների ընթացքում եղել այդ 10%-ը, ու ինչն է մեզ խանգարել ոլորտին տենց համատարած տալ 10% ու ունենալ շատ ավելի գոհունակության բարձր մակարդակ էլի ոլորտից, որովհետև ռեալ այդ խուճուճ լինելը խառը լինելու զուգահեռ ոնց որ այդ կա հիասթափության նոտա, որ այդ 10%-ը կար ու հիմա չկա։ Ճիշտ եք։ Բնականաբար իհարկե քննարկվել է դա 24-ի հունվարի 1-ից սկսած, երբ արդեն իսկ հասկանալի էր, որ կառավարությունը դեռ 23-ի վերջին հայտարարել էր, որ վերջին անգամ է երկարացնում այդ արտոնությունը, եւ կառավարության այդ դիրքորոշումը վերջնական էր եւ ըստ էության ենթակա չէր քննարկման, այլ այդ իրողությունը արձանագրելով հանդերձ նոր կարգավորումների դաշտ էր բացում կառավարությունը ոլորտի զարգացման համար։ Այսինքն դա մի գործիք էր, որը դեռևս նույնիսկ մինչև իմ նշանակումը 23-ի վերջին պաշտոնապես արձանագրված է եղել եւ ըստ էության այսպես ինչ որ մի ժամանակահատված տրամադրելով ընկերություններին, որ ըստ այդմ պլանավորեն արդեն 25-ի հունվարի 1-ից իրենց հաշվարկները, կարող եմ ասել, որ ճիշտ եք, սպասելիքներ եղել են այդ առումով եւ R&D այն կարգավորումները, որոնք որ մենք ներմուծել ենք, ամբողջությամբ չեն փակում այդ բացը, բայց մի քանի այստեղ կարևոր բան կա, որ նախ R&D-ով կառավարությունը իմ կարծիքով առաջին անգամ ինդուստրիային տվեց մի քիչ ավելի կոնկրետ իր ակնկալիքների եւ որոշակի, եթե կարելի այդպես ձևակերպել, պատվեր իջեցրեց, ասելով թե իրեն ինչ է պետք։ Եվ ես 100%-ով լի արժեք կիսում եմ այս մոտեցումը, ընդհանրապես ինքս ունեմ այդ համոզմունքը եւ այդ համոզմունքն է նաեւ բերել է նրան, որ մենք վերջապես ունենալու ենք նաեւ ոլորտային ռազմավարություն եւ երբ մենք ունենանք ոլորտային ռազմավարություն, այդ ռազմավարությունից հետո այս փաթեթը չեմ բացառում, որ զգալի փոփոխությունների կենթարկվի բովանդակային առումով։ Մենք այստեղ բովանդակությունը ըստ էության միայն R&D-ի մասով ենք դրել, այն էլ շատ ընդհանրական, ինչ ենք ասել ենք ուզում ենք, որ շահույթ գեներացնելու ենթակա ընկերություններ լինեն, ուզեցել ենք, որ արտահանելի պրոդուկտներ խրախուսենք, իսկ դրա համար հարկավոր է նոր գիտելիք ստեղծել, նոր գիտելիք դնել եւ իսկ դրա համար մենք խթանում ենք նորարարությունը։ Այսինքն առաջին անգամ սկսվել է գուցե բարդ, բայց սկսվել է ըստ էության երկխոսություն պետության եւ ոլորտի միջև։ Հիմա մենք ավելի հեռուն ենք գնում, մենք ասում ենք, որ մեզ պետք են մեր հայկական Samsung-ները, մեզ պետք են ընկերություններ, որոնք պիտի տեսանելի լինեն միջազգային շուկաներում, որոնք պիտի միլիարդների հասնող շահույթներ գեներացնեն, ինչպես նաև ընկերություններ, որոնք նաև պիտի մեր տնտեսության մեջ փոխեն տեսակարար կշիռը եւ մեծացնեն մի քանի անգամ հավելյալ արժեք այսօր բերենք ոչ տեխնոլոգիական օրինակ պղնձի խտանյութ ենք մենք արտահանում, հանքաքարից խտանյութ ենք արտահանում եւ ըստ էության այդ արժեշղթան արտադրական այդտեղ փակվում է եւ եթե այդ օրինակով բերենք մեր նպատակը տեխնոլոգիական ոլորտում, որ այդ խտանյութի արտահանման փոխարեն ստեղծենք ձուլարանների արդյունքում արտադրենք կաբելներ, չգիտեմ, օպտիկա մանրաթելեր կամ էլեկտրոնիկա, դա էլ դառնա վերջնական հայկական արտադրության մի պրոդուկտ, այդ դա արտահանենք, ինչպես նաև սպառենք մեր երկրի ներսում, նույնը բարձր տեխնոլոգիական արդյունաբերությանն է։ Մենք իրապես վերջապես ցկտում ենք գնալ հիմա մի քիչ շեղվելով ուղակի ասեմ մենք արդեն ուզում ենք աջակցության ծրագրեր նախատեսենք PCB-ների արտադրության եւ խրախուսենք դրա արտահանմանը, այսինքն մենք իրապես ուզում ենք դառնալ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության երկիր
եւ այո, չափազանց կարեւոր են ծառայությունների մատուցումը աշխարհի տարբեր ընկերությունների եւ այդ outsource ընկերները մենք խրախուսում ենք, ինչպես տեսնում եք, նոր աշխատակիցների մասով, միգրանտների մասով, այսինքն քննարկում չկա, բայց այլ գործիքներ եւս, բայց մյուս կողմից շատ կարեւոր է, որ այն դիսբալանսը որ կա մեր սեփական ապրանքների արտադրությունը խթանելու առումով մենք ըստ էության առաջին քայլն է որ առնդիով փորձում ենք ինչ որ կերպ կատարել երբ կունենանք նաև ռազմավարությունը նաև հստակ կլինի թե որտեղ ենք շատ կոնկրետ փողեր պատրաստում ներդնել իհարկե կարող ենք ինտուիտիվ ասել դա երևի արհեստական բանականությունը կլինի, ռոբոտաշինությունը, կիսահաղորդչային ինդուստրիա, երևի կենսատեխնոլոգիաներ, ասում են գուցե նաև քվանտային տեխնոլոգիաներ, չգիտեմ, որ չափ ներուժ ունենք այդտեղ էական չէ։ Այդ փաստաթուղթը կտա այդ հարցերի պատասխանը եւ մենք պիտի գնանք սա անխուսափելի այս ճանապարհ, այսինքն իհարկե մի հատ էլ բան հավելեմ, որ այդուհանդերձ, այդուամենայնիվ, ինչ ես նշեցի, զուգահեռաբար նաև դիտարկում ենք հնարավորություն եւ ես չեմ ուզում սա արձանագրենք որպես փաստ, որովհետև ես չեմ կարող նման երաշխիք տալ, բայց գոնե մենք նախարարության ներսում դիտարկում ենք կառավարությանը առաջարկել, գուցե թե առաջարկել այն ստարտափները, որոնք միջազգային ակսելերացիոն ծրագրերի միջով կանցնեն, գոնե իրենց համար 10% եկամտահարկ սահմանել։ Այսինքն ուզում եմ ասել այս մասով ես ուղղակի ես որևէ դեպքում ինձ թույլ չեմ տա խոստումներ տալ, որովհետև ես նաև կառավարության անդամ եմ եւ ես հանդես եմ գալիս նախ եւ առաջ կառավարության անունից եւ կառավարության անունից հիմա դիրքորոշում հայտնել չեմ կարող։ Մենք իհարկե պատրաստում ենք նման առաջարկները մենք բազմաթիվ առաջարկներ ենք ներկայացնում, բայց մյուս կողմից էլ մենք շատ սթափ ենք եւ հասկանում ենք, որ կառավարությունը հարյուրավոր առաջնահերթություններ ունի եւ նաեւ դա էր պատճառը, անկեղծորեն եկեք խոստովանենք, որ նախորդ տարի այդ 120, 130, 150 միլիոն դոլարը, որ ուղղակի մենք պիտի այսպես մեխանիկորեն բաց թողնեինք բոլոր 55,000 մարդու համար դա անիրագործելի էր եւ անիրատեսական այդ փուլում ես միայն ուրախ կլինեի բայց կրկնում եմ մեր պետությունը մի շարք առաջնահերթություններ ունի եւ ցանկացած նախարար տվյալ դեպքում վտանախարարը պարտավոր է նաեւ հաշվի նստել դրանց հետ իհարկե այդ առաջնահերթությունների մեջ նաեւ տեղավորելով ոլորտի շահը հետեւաբար այս իմաստով միարժեքորեն համաձայն եմ որ այդ հույսերը եղել են բայց մենք այլ ճանապարհ ենք որդեգրել մի ճանապարհ որը մեր կարծիքով մեր տնտեսության համար ամենաէֆեկտիվն է լինելու դա ռազմավարական ուղղությունների խրախուսումն է բնավ չխոչընդոտելով եւ հնարավորության դեպքում նաեւ ինչու ոչ օգնելով ասենք outsource ծառայություններ մատուցող ընկերություններին եւ մենք նաեւ այդ թվերի աճի հետ մեկտեղ ինքներս էլ ենք ողջևորվում այո հասկանալով որ գուցե միայն եկամտահարկ է դրա արդյունքում գեներացվում մեր տնտեսության համար բայց դա էական չէ ուղղակի մի բան այսինքն մենք դասակարգում ենք մենք պիտի դասակարգենք մեր առաջնահերթությունները եւ մենք այս գործընթացը արդեն մեկնարկը տվել ենք։ Իսկ երբ եք ակնկալում տեսնել այդ էֆեկտը, քանի տարուց ու մեկնարկային դժվարությունները կամ ֆիդբեքը ոլորտից ինչքանով են փոխել ձեր գնահատականները, այդ սպասելիքները։ Քանի որ ես նաև ի պաշտոնե համակարգում եմ ռազմական արդյունաբերության կամ պաշտպանական արդյունաբերության ոլորտը քանի որ այնտեղ ունենք արդեն իսկ մի քանի տարի գործող ծրագիր, որը կրկին չանվանենք դասական իմաստով ֆրասկածի մեթոդաբանության բառանդի, բայց նաև կան այդպիսիք, եթե հաշվի առնենք այն փորձառությունը, որ այդտեղ մենք
գիտահետազոտական աշխատանքների եւ փորձարարական մշակումների այնուհետև զանգվածային արտադրության մեջ ներդրում ենք կատարել, կարծում եմ 3-ից 5 տարվա ընթացքում որոշակի արդյունքներ տեսանելի կլինեն R&D մասով, ես հույս ունեմ, գուցե հետազոտողները նայեն չհամաձայնեն ինձ հետ, բայց համենայն դեպս ես առաջնորդվում եմ կոնկրետ ցուցանիշներով եւ տվյալներով, որը այլ ոլորտում, ավելի նեղ սպეციფიկ ոլորտում մենք արձանագրել ենք առանց շատ իհարկե փակագծերը բացելու, բայց ընդհանուր առմամբ ոլորտային քաղաքականության առումով բնականաբար միայն այդ հարցին կկարողանանք պատասխանել ռազմավարական փաստաթուղթ ունենալու ռազմավարական ծրագրերը ընդունելուց հետո եւ կարծում եմ չեմ սխալվի, եթե ասեմ, որ տարեվերջին մենք դրաֆթը հանձնենք առել հրապարակել դրաֆթը եւ հաջորդ տարվա առաջին կիսամյակում պիտի ընդունենք այդ փաստաթուղթը, ձգձգել չենք կարող, որովհետեւ դա մեզ համար կենսական նշանակության փաստաթուղթ է լինելու։ Ես կուզենայի երևի տենց որպեսզի շատ կարճ լինենք աջակցության փաթեթի վերջի կետին անդրադառնալ, որը օրինակ իմ մոտ ոչ միանշանակ էմոցիաներ առաջացրել, դա շրջանառության հարկի 1%-ն էր։ Լավ։ Ինքը մեծ գայթակղություն է հատկապես փոքր ստարտափներին, որոշակի հարկային չարաճճիություն անելու այդ ամեն ինչից օգտվել, հա, ոնց որ աշխատակիցներին ԱԶ գրանցել։ Մյուս կողմից դա սահմանափակում է նման բիզնեսներին տեղական շուկայում աշխատել, որովհետև իրանց դուրս գրած հաշիվներ ծախսեր չեն, բայց շատ լավ գործիքներ են, որ ասցիք մեկ հոգանոց ԱԶ-ներ, հատկապես միգրանտներին բավական մեծ է։ Պապանել ու ես կարամ ասեմ, մարդ, որը ակտիվ աշխատում է նման սեգմենտի հետ, բան ունենք, մենք ամբողջ 24 տարվա ընթացքում լուրջ խնդիր ունենք այդ մարդկանց ասեն սպասեք ձեզ համար ինչ-որ լավ լուծում է լինելու, որովհետև եթե կհիշեք մի պահ խոսք գնաց, որ իրանց 0%-ը դառնում է 10, հետո 10-ը 5, հետո 5-ը 1 ու այդ ժամանակ այդ մեկը շատ լավն էր, բայց ինքը բան է, ունի լիքը դրական կողմեր եւ ունի նաեւ այդ ասենց ասեմ մեծ գայթակղություն, օրինակ դա ես համարում եմ օրինակ ձեր նախարարության մեծ լոբինգի արդյունք, որ նման, որովհետեւ գիտեմ, որ մյուս կառույցները այդքան է պատրաստական չէին նման տոկոս սահմանել, մի քիչ կպատմեք այդ ռիսկերը ոնց է գնահատում ու արդյոք նայել եք, որ դա կարա բերի որոշակի ոնց որ պեկնասիրում ասել հարկային անկարգապահության, այդ դրա հետ կապված։ Դե ամենայն դեպս պեկը մեզ նման մտահոգությամբ մեզ հետ չի կիսվել։ Հա։ Բայց իհարկե պետք է անկեղծորեն ասեմ, որ նման մտավախություններ արդեն տևական ժամանակ է կան։ Դեռևս օրենքը չընդունված արդեն իսկ որոշակի նման մտավախություններ կային, որ այդ այսպես ասած տարատեսակ մեխանիզմների կիրարկումը բոլոր դեպքերում շատ կարևոր է, որ մենք իսկապես այն մի քանի հազար ԱԶ-ներին եւ այսինքն շրջարկով հարկման դաշտում գործող ընկերություն կազմակերպություններին փորձել ենք գրավել դեպի Հայաստան եւ այդ խոսակցությունները տևական ժամանակ ընթացել են եւ մենք կարողացել ենք մեր ոլորտը առանձնացնել եւ ոլորտի շահը դնել տվյալ պարագայում այստեղ եւս անկեղծորեն ասած ականջալուր լինելով նաեւ հենց ինդուստրիային եթե ավելի լավ առաջարկ ունեք ես ուրախ կլինեմ լսել բայց առաջարկում եմ դեռևս այդտեղ չգնալ փոփոխությունների փորձենք հասկանալ ինչպես է աշխատում ինչ չգիտեմ ինչ ազդեցություն է տալիս համենայն դեպս այդ քանակը ավելացել է սա փաստ է այլևս քանակը ավելացել է կրկին չենք կարողանա ասել թե հենց այդ հարկային օրենսգրքում փոփոխությունների ինչ ձևով են ազդել որ ԱԶ-ների քանակը ավելանա մեզ մոտ բոլոր դեպքերում գիտակցելով որ որոշակի այդտեղ տեսակ խութեր գուցե եւ փորձ են առաջացնել, բայց եթե նմանատիպ տենդենսներ լինեն, իհարկե նաև թե ՊԵԿ-ի գործընկերները եւ թե մենք ինքներս էլ կփորձենք
անդադար այդ գնահատականը տալ եւ եթե փոփոխության անհրաժեշտություն լինի գնանք, բայց այս պահին կարծում եմ դա լավ գործիք է Հայաստանի բրենդավորման իմաստով, դիրքավորման միջազգային ասպարեզում դիրքավորվելու առումով, գրավչությունը բարձրացնելու առումով ես ասեմ, որ տարատեսակ միջազգային հոդվածներում մենք արդեն իսկ կարողանում ենք դրանով ինչ որ բան կապիտալիզացնել, այսինքն չմոռանանք, որ անընդհատ մեր մտքում այդ մրցավազքը մենք ունենք եւ պետությունը պարտավոր է նաեւ հոգ տանել դրա մասին Եթե առաջարկ ունեք, իմ առաջարկը հետևյալն էր, որ պահպանենք ու եթե նույնիսկ կլինեն ինչ-որ մասնավոր դեպքեր, դա չթույլ տաք, որ պատճառ դառնա փոփոխել, որովհետեւ կարամ գետնի վրա բերեմ օրինակ 2024 թվականին Վրաստանում խորհրդատվական ծառայությունների մատուցող ընկերություններից մեկի հետ զրուցում ենք ու պատմում է թե մեր ընկերությանը ոնց է հաջողվել բավականին մեծ քանակությամբ ռելոկանտ բերել Հայաստանում նույն ԱԶ-ների եւ բանի կապված ու մի հատ հետարքիր օրինակ բերեց, ասում է ձեր մոտ այդ ժամանակ հարկը 0% էր, մեր մոտ 1% էր ու դուք այդ 1%-ով մեզ հաղթեցիք։ Հետո երբ որ մեր մոտ խոսքեր գնում 15-ի, ես իրոք իմ աչքերով տեսա, որ ընդամենը դեռ ոնց որ ալբաներ լինում, մեծ արտահոսք ունեցանք այդ անորոշության պերիոդում ու հետո 1%-ը ոնց կանգնեցրեց այդ արտահոսքը ու ուզում եմ ասեմ, որ միգուցե կլինեն ինչ-որ մասնավոր դեպքեր բաներ, բայց դա իրոք մարքեթինգի տեսակետից, բրենդավորման տեսակետից եւ ավելի մեծ տնտեսական էֆեկտի առումով ինքը իրոք բավականին լավն է։ Ուղղակի իմ ասածը այն է, որ երբ որ մենք այնուամենայնիվ գրեթե օրինական ճանապարհ ենք տալիս 20 անգամ ավելի քիչ հարկ վճարել, պետք է մտածենք միգուցե այն 20%-ը, որ ունենք դրա հետ աշխատանք, օրինակ այն որ դուք ասացիք ակսելերացիոն ծրագրերի մասնակիցներն կապ նմանատիպ նախաձեռնք, իրոք շատ լավն է, շատ ֆանտաստիկ է ու ինձ թվում է, եթե կյանքի կոչվի պայմաններ պիտի լինեն, այսինքն պիտի ներդրում ներգրավի, որոշակի Դա թե ներդրում չներգրավում գումար չունի Տեսեք, այսինքն եթե ներդրում ներգրավես, մենք համարում ենք, որ դա արդեն հեռանկարային է եւ այդտեղ պետությունն էլ իր մասնակցությունը պիտի ունենա, այսինքն դա նշանակում է, որ նաեւ արդարացված կլինի պետության կողմից ինչպես հաճախ ենք ասում հարկատուների կողմից այդ ներդրումը տեսնենք Չեմ ուզում նորից շտապել, հուսամ, որ կվերջնականացնենք մեր առաջարկը եւ հուսամ, որ դա կընդունվի կառավարությունը։ Եվ դա կվերաբերվի նաեւ նախարարության կողմից նախաձեռնված ակսելերացիոն ծրագրերին մասնակիցներին։ Տեսնենք։ Դա նորից եմ ասում, դա կախված կլինի մեր ունեցած ռեսուրսներից։ Այսինքն անընդհատ մենք դուք ոչ, բայց ես պարտավոր եմ անընդհատ նաեւ հաշվի առնել այն իրողությունները, որոնք կան եւ ռեսուրսները սահմանափակ են համենայն դեպս եթե Հայաստանում plug and play այս պահին plug and play-ի ապագայում ես նաեւ մենք մտածում ենք որ այլ ակսելերատորներ եւս անհրաժեշտություն կունենանք հրավիրել երբ եթե ստարտափների քանակը եւ որակը բովանդակային առումով եւս այսինքն մրցունակ ուրեմն իդեաներ գաղափարներ գեներացվեն եւ ասենք 15-20 ստարտափ արդեն փոքր թիվ լինի եւ տեղ ունենանք ավելի մեծ ուտիլիզացնելու տեղ ունենանք այսպես ասած եթե դա էլ բավարար չլինի օրինակ չգիտեմ դրսում ակսելերատորների միջոցով Y Combinator, Techstars, չգիտեմ 500 global եւ այսինքն չգիտեմ 5 խոշորներն էլ որոշենք եւ հետո ավելի շատ ռեսուրսներ ունենանք կդնենք որ օրինակ բոլորի պարագայում եթե ակսելերատորով անցելա ու ներդրում է ինչ որ ծավալի այնպես խելամիտ ինչ որ շեմ կդնենք կամ որևէ ներդրում ներգրավելու պարագայում, բայց կրկնում եմ այդ ամենը իհարկե կախված է մեր հնարավորություններից եւ բան չեմ ուզում անընդհատ նաեւ տպավորություն լինի թե մենք տրտնջում ենք, բայց կան իրողություններ, որոնք մենք պարտավոր ենք դրանց հետ հաշվի նստել առանց այդել
Ես անկեղծորեն պիտի ասեմ, որ մեր ոլորտի նկատմամբ կառավարության վերաբերմունքը ներդրումների առումով շատ հաճախ նաև հարցեր է առաջացնում իմ այլ գործընկերների մոտ, եւ ես ստիպված եմ լինում հարցերին մանրամասն երկար պատասխանել, թե ինչու է կարևոր այս ոլորտի զարգացումը, որ օրինակ մյուս իմ գործընկերների ղեկավարած ոլորտների հիմքում եւս պիտի դրվեն տեխնոլոգիական լուծումներ, թվայնացում եւ այսպես ավտոմատացում եւ այսպես շարունակ, այսինքն բայց այնպես չէ որ այդ օրինակ հարցեր չկան եւ ես պարտավոր եմ անընդհատ նաև այդ դիրքորոշումը պաշտպանել, որովհետև փոքր չէ այն ներդրումը, որ իրականում կառավարությունը որին գնացել է։ Ես հստակ թվերով եմ ասում, այսինքն մենք նույնիսկ պատրաստ էինք 25 թվականին մինչև 30 միլիարդ միայն չհաշված հարկային արտոնությունը, որովհետև հարկային արտոնությունը երբ որ կարողանանք դրա էֆեկտը հաշվել, դա անհամեմատ ավելի մեծ ներդրում է լինելու։ Անհամեմատ։ Ես ձեզ ընդհանրապես նշեցի այս պահի դրությամբ առաջին երամսյակով ստացած R&D-ի հայտով 805 միլիոնի մասը, բայց այդ ընդհանրապես 48 ընկերության մասով, չէ՞։ Այսինքն հասկանալի է, որ ինչքան շատանա քանակը, դա հավելյալ միլիարդների ես չեմ օգտագործի բեռ, բայց ներդրում է պահանջելու կառավարությունից, որին կառավարությունը պատրաստ է։ Եվ այստեղ իհարկե կախված կլինի թե ինքը ոլորտը համայնքը ինչքանով կմեծանա եւ կկլանի այդ ամբողջը։ Շատ լավ, այս թեման կարծես թե բավականին լավ ամփոփեցինք եւ նշում եք որ պետք է հաշվի նստել իրողությունների հետ, այս ոլորտի հետ։ Բայց չի նշանակում որ ես նկատի ունեմ որ դադարեցնենք մեր երազանքների հետևից գնալ իհարկե։ Այսինքն այդ իրողությունները չեն սահմանափակելու մեր երազանքները։ Մյուս համաշխարհային իրողությունը AI-ի զարգացումն է, որը որ Հայաստանում եւս կարող է ոլորտին շատ բան տալ կամ շատ բան վերցնել ու երևի թե պետք է դրա հետ գործ ունենալ։ Ինչ մտահղացումներ, ծրագրեր կա AI-ի հետ կապված, մենք գիտենք նաև վերջերս հայտարարված շատ մեծ AI կենտրոնի ստեղծման ծրագիրը։ Տվյալային կենտրոնը։ Ինչ իրավիճակ ունենք այս մասով։ Դե այստեղ եւս մեծ ամբիցիաներ ու երազանքներ ունենք։ Ինչը լավ լուր է։ Ընդ որում ես կարող եմ ասել, որ կառավարության ցանկացած նոր հաջորդող քննարկում իր մեջ պարունակում է անպայման AI-ի հետ կապված նոր լուծումներ բերելու բանը, հա, հրամայականը։ Այդ լավ է իրականում, որովհետև մի բան է ունենալ ուղղակի տվյալային կենտրոն եւ cloud անպայման ծառայություններ արտահանել, մի բան է ունենալ տվյալային կենտրոն, այդ ռեսուրսը, հաշվողական ռեսուրսը ուղղել օրինակ թվային օրակարգի կամ թվային վերափոխման մեր ռազմավարությանը, հա, սկսած պայմանական գնումների մասին օրենսդրության մեջ AI գործիքների կիրարկումից մինչև դատական համակարգում դատավորների, ասիստենտների նախ ասեմ, որ մենք մարդկանց փոխարինելու խնդիր չենք ուզում դնել, դա մեր համոզմունքն է, որ մենք AI պիտի օգտագործենք որպես ասիստանող, այսինքն մարդուն աջակցության գործիք եւ մի ահռելի մեծ սպեկտր ունենք, որտեղ այդ տեխնոլոգիաները կիրառելու պարագայում մենք իսկապես թռիչքային զարգացում կապահովում ենք մեր տնտեսության համար, այսինքն մենք շատ ամուր հավատամք ունենք, որ արհեստական բանականությունը Հայաստանում պիտի top առաջնահերթություն լինի եւ այդտեղ մենք մեծ ռեսուրսներ պիտի դնենք եւ հենց ձեր նշած նախաձեռնության մեջ կառավարությունը եւս հանձնառություն է ստանձնել գնում կատարելու եւ այդ ռեսուրսը տրամադրելու մեր իսկ կողմից ստեղծված
արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտի, որը վերջերս հայտարարվեց, առաջիկայում նաև մենք այսպես պատուհանը կբացենք հայտերը ներկայացնելու, գաղափարը կայանում է նրանում, որ համապատասխան GPU-ների, հաշվողական ռեսուրսների տեսքով, storage-ի տեսքով, marketplace-ում պրոդուկտները ներկայացնելու եւ համայնքում տեսանել պրոդուկտների տեսանելիությունը բարձրացնելու առումով AI նորարարների եւ ստարտափների համար մենք գրանտներ ենք տալու։ Այսինքն այդ հարթակով մենք ձեռք ենք բերելու համապատասխան ռեսուրս, արհեստական բանականության հաշվողական ռեսուրսներ եւ պլատֆորմ ենք տալու նորարարներին, հետազոտողներին, ընկերություններին, կայացած ընկերություններին, ստարտափներին, գիտահետազոտական ինստիտուտներին, կրթական հաստատություններին եւ կամ անհատներին նաև որպեսզի շատերը սկսեն AI-ի հետ աշխատել։ Մենք այսօր նման խնդիր ունենք։ Եթե ասենք, որ արհեստական բանականության գործիքներով աշխատող top, այսինքն համաշխարհային մակարդակի որակավորում ունեցող մասնագետները շատ են Հայաստանում, դա իրականությանը չի համապատասխանում եւ մենք ուզում ենք այդտեղ եւս ներդրում կատարենք, որպեսզի մղենք շատերին գնալ դեպի արհեստական բանականություն։ Եթե շատերը գնան դեպի արհեստական բանականություն, նաև հասկանում ենք, որ այդտեղից կծնվեն նոր ստարտափներ կլինեն նոր պրոդուկտներ, դրանք էլ կուղղորդենք անպայմանորեն նաև մեր տնտեսության կարիքների բավարարմանը, որը ֆունդամենտալ նշանակություն ունի իրականում մեզ համար, որովհետև անկեղծորեն պետք է ասեմ, որ իհարկե նորություն չէ, տեխնոլոգիական զարգացումը եւ դրանց նպատակաուղղումը մեր տնտեսության կարիքների բավարարմանը այդ թույլ է։ Չասեմ կա անդունդ դրանց միջև, բայց այդ կապը թույլ է եւ մենք հույս ունենք, որ ժամանակի ընթացքում մենք գրագետ կերպով կկարողանանք ոլորտին մեր կարիքները ձևակերպել եւ ստանանք պատասխան իրենցից կոնկրետ տեխնոլոգիական լուծումների տեսքով, որովհետև այսօր թվային վերափոխման օրակարգը մեզ համար կրկին առաջնահերթություն է, այսինքն այդ կապը եւս պիտի մեր ինժեներական միտքը եւ կարողությունները տեխնոլոգիական ոլորտում գան սպասարկելու նախ եւ առաջ մեր տնտեսության զարգացմանը եւ նաեւ ասեմ, որ այս պահին առաջիկայում մենք նախատեսում ենք, քանի որ այստեղ հիմնարար նշանակություն ունի մեր կարծիքով սեփական լեզվի հայերեն LLM-ի, ինչպես նաև OCR-ի մշակում համակարգ մշակելու հարցը, մենք այստեղ թերևս զերծ մնամ ընկերությունների անունները հրապարակելուց, բայց գործընկերների հետ քննարկում ենք, որ մտանախարությունը վերջապես այս խնդիրը նաև ինստիտուցիոնալ կերպով լուծի, որովհետև եթե օրինակ մենք մտադիր ենք AI գործիքներով օրինակ կոնսոլիդացնել մեր բոլոր ռազմավարությունները եւ փորձենք հասկանալ այդ ռազմավարությունների մեջ ինչ հակասություններ կան, իսկ դրանք կան վստահաբար, դրա համար մենք հարկավոր է հիմքը դնենք եւ մենք այլևս այդ որոշումը կայացրել ենք, մենք այդ process-ն ենք անցնում, կարծում եմ ամբողջ ցիկլը մենք կավարտենք 6 ամսում, այսինքն կունենանք այդ մշակված համակարգերը, իսկ դրանց հիման վրա արդեն նոր գործիքները եւս 1 տարվա ընթացքում կարծում եմ հնարավոր կլինի ստեղծել, այսինքն դատայից մինչև ալգորիթմների ստեղծում եւ պրոդուկտի ստացում, ներդրում, կիրառում, լավ է, որ շատ նախարարներ արդեն իրենք օրինակ անընդհատ այդ տեսակ խնդիրներ են մեր առջև դնում, այս կամ այն ծառայությունները կամ այս կամ այն գործընթացները
ավտոմատացնելու, արհեստական բանականությանը հանձնարարականներ տալու առումով սա մեզ իհարկե ոգևորում, նաև սա է մեզ դրդում շատ արագ այդ համակարգային խնդիրները լուծել, որովհետև այլ տեղերում գրված հայերեն LLM-ները բնական այսօր էլ հնարավոր է 10 փաստաթուղթ OpenAI-ի միջոցով համակցել եւ ինչ որ մի եզրակացություն կորզել, բայց մենք խոսում ենք լուրջ աշխատանքի մասին, խոսում ենք որակյալ եւ արժանահավատ փաստաթղթեր ստանալու մասին, որտեղ նաեւ հանրությունը հարցեր չի ունենա։ Այսօր այդ վարժությունը եթե մենք հանրային հասարակությանը հասանելի գործիքներով անենք, հնարավոր է դա անել, բայց դա ուղղակի պիտանի չի լինի, որովհետև պետական մակարդակով ուղղակի այդ տեսակ փաստաթղթերի վրա հիմնվել ուղղակի չի կարելի։ Շատ լավ, մենք կարծես թե թեմաները սպառեցինք, շնորհակալություն հյուրընկալվելու եւ հանգամանալից պատասխանների համար։ Հույս ունեմ, որ հետագայում, երբ որ արդեն ունենանք նաեւ ավելի հիմնավոր թվեր, որոնք թույլ կտան նաև գնահատական կազմել ռեֆորմների, դրանց արդյունքների մասին։ Ամբողջական թվեր, ասենք էլ ես այսօր էլ հիմնավոր թվեր ներկայացրի, բայց ամբողջական ավելի մեծ ժամանակի համար պատկեր ունենանք։ Դե կստացվի, որ իմ այսօրվա թվերը անիմն էին, բայց ես ձեզ հասկացա։ Այո, մենք պայմանավորվենք, որ կարող եմ 6 ամսից կրկին հյուրընկալվել ձեզ մոտ, եթե հրավիրեք նորից ամփոփենք։ Շատ շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։